ծալու թե չէ։ Պարոն Հակոբյան, եթե մոտ 750,000 գրանցված աշխատողները հայտարարագիր չներկայացնեն, ՊԵԿ-ը ինչ է անում։ Նախ դուք հարցը գալիս եք բացասական կողմից միանգամից։ Ես հորետ եմ։ Պետական եկամ հիմա դինամիկան հակառակն է հուշում, ինչը որ արել ենք նաև անցած տարի։ Ինչ տվյալների վիճակագրում։ Դուք անելու եք։ Մարդիկ արդյոք հայտարարագիր ներկայացնում են եւ Իհարկե, հայտարարագիր ներկայացնում են, այս պայդրությամբ մոտ, եթե չեմ սխալվում, 12,000 քաղաքացիներ արդեն 12,000-ը այս պայդրությամբ արդեն լրացել են ու պարբերաբար պետական աշխատողներին հանենք, էլի պետական աշխատողները էական չի։ Հիմա ինչու եք հանում, ինչու եք առանձնացնում։ Հիմա եթե 750,000-ի մասին ենք խոսում, 750,000-ի այս պայդրությամբ 12,000-ը լրացել են հայտարարագիրը եւ նաեւ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր որ ստացել են սոցիալական կրեդիտ։ Հիմա եթե մոտ 600 խնդրում հերթով, որպեսզի կարողանամ պատասխանել ձեր հարցերին։ Հիմա 600,000-ը մոտավորապես եթե չլրացնի, որքան դեռ չի լրացրել։ Ինչ հարկադրանքի միջոցներ կարող է կիրառել ՊԵԿ-ը։ Ես դրա մասին բազմիցս խոսել եմ մեր հանրային քննարկումների ժամանակ եւ ասուլիսի ժամանակ եւ հարցազրույցների ժամանակ։ Այդտեղ գործում է պարզ տուգանքի մեխանիզմ։ Բայց եթե երկու անգամ տուգանում են, երրորդ անգամ ինչ է լինում, եթե չեմ սխալվում, մեկ անգամ 5,000, այս պահին ուրիշ մեխանիզմ չկա, տուգանքի ուղղակի բարձրացում կրկնապատկում է, ուրիշ մեխանիզմ այս պահին Այս պահի դրությամբ կառավարության մոտեցումը նա է, որը հստակ հայտարարվել է նոյեմբերի 1, հետաձգվել է եւ այդ նոյեմբերի 1-ը ուժի մեջ է այլ քննարկում եւ այլ մոտեցում չկա։ Ասում են, որ պետեկամուտների նախարարությունը գործարարների հանդեպ հարկային տերոր է իրականացնում եւ օրերս նաեւ հայտնի գործարարներից մեկի ընկերություններում մասշտաբային ստուգումների մասին խոսքը Սամվել Ալեքսանյանի մասին է։ Արդյոք ՊԵԿ-ը հատուկ եւ ասում են բավականին խոշոր գումար եք պահանջել, ինչը մերժել է եւ սկսվել է ստուգումները։ Արդյոք այդ չէ։ Մի րոպե, հարցը երկու մաս ունի։ Դուք հիմա ասում եք տերոր, բայց չհիմնավորեցիք, թե տերոր ինչ է նշանակում, որովհետև տեսեք, տերորը նշանակում է, երբ որ մենք ինչ-որ անօրինական կամ ավելորդ գործողություններով փորձում ենք միջամտել եւ խանգարել տնտեսվարողի կյանքին, որպեսզի մաքսիմալ հարկային եկամուտ հավաքագրենք։ Ես այս հարցին տարեսկզբին մանրամասն անդրադարձել եմ։ Հիմա մեկնաբանեմ։ Այն ինչ որ տեղի ունենում հիմա, դրանք սովորական մեր գործիքակազմով ստուգումներ են, բոլոր ուղղություններով։ Եվ մենք անկեղծ ասած նման ազդակ չունենք, որ տերոր կա։ Եթե կան նման ազդակներ, խնդրում եմ անձամբ ուղարկեք ինձ, ես ինքս այդ հարցով կզբաղվեմ։ Սամվել Ալեքսանյանի հետ կապված բիզնեսներում հիմա այդ մեծամասշտաբ ստուգումներ է գնում։ Ինչպես բոլոր բիզնեսներում կա հստակ ծրագիր։ Մենք ունենք ստուգումների ծրագիր, թիրախային, որը որ տարվա համար սահմանվում է, եւ եթե բացահայտվում են ռիսկեր, այդ ռիսկերը ստուգումներ են իրականացում ու դրա բացահայտվում են։ Արդյոք պատճառը բյուջեի դեֆիցիտը չի, որովհետեւ ասում են հենց դեֆիցիտն է պատճառը, դրա համար քերթում եք գործարարներին։ Քերթում եք։ Բացարձակ նման երևույթ չկա, դուք հիմա ուղղակի սրում եք հարցը, պարբերաբար բառեր օգտագործելով, որ եթե ես հիմա մասնագիտական դաշտում ասեմ, թե դա ինչ է նշանակում, նորից չեք կարողանալու պատասխանել այդ քերթել բառին, ոչ։ Ինչը ոչ։ Ասում չեք քերթում։ Մենք չենք քերթում, ոչ, խնդրում եմ մի միջամտեք, երբ որ ես հարցին պատասխանում եմ, հետո կանադառնանք նաև ձեր հարցին։ Մենք տնտեսվարողներին եւ բոլորին վերաբերում ենք որպես մեր ընտանիքի անդամներ։ Ես ասում եմ բառիս ամենաուղիղ իմաստով, որի մասին մանրամասն խոսել եմ եւ մեկնաբանել եմ իմ ասուլիսի ժամանակ եւ հարցազրույցների ժամանակ, եւ մենք փորձում ենք մեր հասարակությունը մարդակենտրոն մաքսիմալ մեր ծառայությունը հասարակության համար մարդակենտրոն դարձնել ու համոզված եղեք, բոլոր տեղերում այդ դրսևորումները կան։ Եվ հետեւաբար քերթելու եւ այդ ձեր բառերի մասին խոսելը կարելի է տենց ինչ որ որպես
ինչ որ անեկդոտ կամ հեքիաթ կամ չգիտեմ նմանատիպ ինչ որ բաներ պատմելու ժամանակ Պարոն Հակոբյան, եթե հայտարարագիր չի ներկայացնում, մի անգամ տուգանվում է 5000, երկրորդ անգամ 10000 եւ այդ մի տարում այդ թեմային անձին էլ անդրադարձ չի լինում, հետո հաջորդ տարի եւս 5000, 10000, այս բայ գործող մեխանիզմը միայն դա է։ Այս բայ գործող մեխանիզմը հստակ ասեցի դա է։ Բայց չէ՞ կարծում որ մարդիկ այդպես ավելի լավ օրինակ ասի 10000 դրամ տուգանվեմ, քան իմ իրական Իմ կարծիքով մարդիկ ավելի լավ է թափանցիկ լինեն պետության հետ, որովհետև պետությունը իրենցն է, ոչ թե պետությունը առանձին սուբյեկտ է, եւ այստեղ փոխվստահության հարց կա, եւ այս հարթը կարծում եմ այդ հարցը լուծում է, եւ երկրորդ մարդիկ կարծում եմ մոտիվացված են նաև իրենց կյանքի որակը բարձրացնել։ Իսկ կյանքի կներեք վերջացնեմ, հետո կասեք, մի րոպե։ Թույլ տվեք մեկնաբանեմ։ Հիմա մյուս մասը կարծում եմ մարդիկ ավելի շահագրգիռ են իրենց կյանքի որակը բարձրացնել, քան հակառակը, իսկ սա հնարավորություն է կյանքի որակը բարձրացնելու։ Դե ասում եմ, թույլ տվեք, չեք թույլ տալի, ասում եք դրանով ինչով է բարձրացնում։ Կյանքի որակը բարձրացվում է սոցիալական կրեդիտների միջոցով։ Հիմա լայն հնարավորություն կա ընտանիքի անդամների համար կրթական առողջապահական ծառայությունների դիմաց եկամտային հարկից նվազեցումներ ունենալ եւ փոխհատուցումներ ունենալ, որը կարծում եմ լավ շանս է մարդու կյանքի որակը բարելավելու։ Պարոն Հակոբյան, ներողություն։ 12000 հոգի չէին հայտարարել։ Տեսեք, դա իշխանությանը։ Տեսեք, դինամիկան բերեք նայենք։ Հիմա եթե վերջի շաբաթները նայում ենք, բարբերաբար ամեն շաբաթ տեմպերը հայտարարագրման ավելանում են եւ կարծում եմ բնական է եւ սովորաբար եթե հասարակության վարքագիծը ուսումնասիրեք, տեսնեք, երբ որ վերջնաժամկետներ են լինում, ավելի շատ այդ վարքագիծը դրսևորվում է վերջնաժամկետին մոտ ամիսներին։ Հիմա նույնը տեղի էր անցած տարի։ Օրինակ անցած տարի առաջի ամիսներին пассивություն կար, հետո կտրուկ վերջնաժամկետին մոտ 2 ամսվա ընթացքում հայտարարագրել եղել են։ Բայց տեմպերը դրական են ու բան են, ավելացող են։ Ընտանիքի անդամներն, հա, գործարարները եւ ընդհանրապես հարկ վճարողները ու նաեւ խոսում եք այդ պարտադիր հայտարարագրումից, բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ ըստ էության հասարակությունը միանշանակ չի ընդունել այս որոշումը։ Սա չի խոսում այն մասին, որ հայտարարագրման, սա չի խոսում այն մասին, որ չկա վստահություն այս իշխանության նկատմամբ եւ իրական այլ խնդիրներ է տեսնում այդ հայտարարագրման մեջ։ Տեսեք, դուք բացարձակ երևույթներ եք մեկնաբանում, վստահությունը հարաբերական է, այսինքն վստահություն միշտ կա, հիմա վստահության մակարդակներ կան տարբեր։ Հիմա ես ասեցի, որ սա նաև հնարավորություն է միմյանց ավելի շատ վստահելու, որովհետև դրա միջոցով խոսել ենք, այս համակարգի, տեսեք, դրանով դուք ինքներդ ձեզ եք վնասում, որովհետև ոնց որ դե այդպես ասեմ, որովհետև դուք կորցնում եք հնարավորություն ոչ միայն կրեդիտներ, մի րոպե տեսեք, մենք համակարգի մասին ենք խոսել, իր նպատակների մասին ենք խոսել։ Երբ որ դուք հայտարարում եք անում, դուք ինքներդ հայտնվում եք կառավարության հոգացության թիրախում։ Ինչա դա նշանակում, որտեղ կառավարությունը այսօր ձեր մասին տեղեկատվություն չունենալով չի կարողանում սոցիալական այնպիսի քաղաքականություն մշակել, որը շատ ավելի արդյունավետ ու թիրախային է, քան կարող լիներ մինչև դա։ Քան կարող լիներ այս համակարգի պայմաններում։ Հիմա սրա մասին է խոսքը, այսինքն դուք հիմա չեք ուզում, որպեսզի այդպես լինի։ Դե դա ձեր բանկային գաղտնիքի խնդիր չի։ Նկատում եմ նաև այն քաղաքացիներին, այդ որոշումը արգելնես։ Չեն ուզում չլինեն, այսինքն պարտադրանքը միշտ հակառակ էֆեկտն է ծնում։ Չեմ կարծում, տենց հակառակ էֆեկտներ։ Դե ինչ փաստեր։ Դե ես թվերը ասացի, դինամիկան դրական է։ Բայց համենայնդեպս Բան այդ սիստեմը մեխանիզմը հնարավոր չի մշակել, ով ուզում է որ կառավարությունը իր մասին հոգա, թող թույլ տա հոգա, ով չէ։ Հարգելիս, ես սա հայեցակարգային հարց է։ Ես չեմ ուզում այդ դաշտ մտնել հիմա։ Ես բաց նշեցի մի կարևոր հանգամանքի մասին։ Պետությունը հասարակությանն է, ոչ թե հասարակությունից անկախ է։ Եթե դուք պետության մասին չեք ուզում մտածել, դա արդեն ձեր խնդիրն է։ Բայց ես համոզված եմ մեր հասարակության մեծ մասը
ունի երազանք ավելի լավ պետություն տեսնելու եւ սա ավելի լավ պետություն կառուցելու ճանապարհը։ Խնդիրը խոսքը ոչ թե պետության, այլ օրվա իշխանության մասին է նրա որոշումների։ Թույլ տվեք այդ դաշտ ես չմտնեմ։ Պարոն Հակոբյան, խնդիրները արդյոք լուծվել են հայտարարագիր ներկայացնելու թե ոչ, որովհետև Նիկոլ Փաշինյանն էր հենց տեսանյութ հրապարակել, որ 7-8 պաշտոնյաներ նստած էին, այդ թվում նաև դուք, բայց դժվարությամբ էր վարչապետը լրացնում այդ հայտարարագիրը։ Հիմա քաղաքացին, որի կողքին նստած չեք լինելու դուք, նստած չլինելու Մհեր Գրիգորյանը, ինչպես է գլուխ անելու, խնդիրները բարձրացվել են թե ոչ։ Այդ դաշտում ասեմ, որ դա կարծում շատ լավ միջոցառում էր կարևոր, երբ որ մարդը ինքնուրույն փորձում է լրացնել։ Եվ ես ասեմ, որ այդտեղ հենց այդպես էլ տեղի ունեցել։ Մեր ներկայությունը չի նշանակում, որ ինքնուրույն տեղի չի ունեցել։ Իսկ քաղաք մի րոպե ավարտեմ ու ճիշտ ասած ես մեկ ուրիշ քննարկման պետք է հասնեմ։ Արագ պատասխանեմ, վերջի հարց տվեք։ Տեսեք, չէ, հիմա թույլ չեք տալի ձեր նայեք, տեսեք, դուք հիմա ձեր գործընկերոջ հանդեպ հարգանքով չեք։ Ես շատ հարգում եմ իմ գործընկերոջը։ Եթե հարգում եք, թույլ տվեք իր հարցը պատասխանեմ։ Հիմա մենք ինչ ենք անում հիմա, դրա մասն ենք բարբերաբար խոսում եւ եթե օրինակ հետևեք մեր իրազեկումների արշավներին, մեր իրազեկումների արշավները վերաբերում են բոլորին։ Ինչ է դա նշանակում, մենք մշակել ենք բազմաթիվ ուղեցույցեր, պարզ, գնում ենք մարզեր, մարդկանց հետ հանդիպում, գնում ենք կազմակերպություններ մարդկանց հետ հանդիպում, հիմա հավաքագրում ենք բոլոր խնդիրները, եթե կլինեն լրացուցիչ խնդիրներ, որ մարդիկ դժվարություններ կունենան, կգնանք եւ իրենց կողքն կլինենք եւ կփորձենք մաքսիմալ օգնել, որպեսզի այդ համակարգը կայանա։ Օրինակ հիմա դիմելը դա մեր տիրություն չէ։ Հա, չէ, բայց ընդհանուր համակարգ է կապված։ Մի ուզում է Բայց սա վերջին հասն է։ Իմ հերթը հասնում է այն ժամանակ, օրինակ, երբ որ արդեն այդ նոյեմբերի 1-ից հետո է։ Հիմա այդ դեպքում քաղաքացին ինչ անի, երբ որ ID Դրա կարգավորումների մասն էլ է խոսվել, այսինքն այն դեպքերում, երբ որ այդ ID քարտերի թողարկման պատճառով կուշանա հայտարարագիր լրացնելը, պետությունը հնարավորություն կտա քաղաքացուն ուշ լրացնել։ Այո, դրա մասին շուտով կլսեք։ Մենք անկեղծ պայմանավորվեցինք վերջին հարցներ, ձեզ շնորհակալ եմ, ասեք վերջին հարցը պատասխանեք։ 16000 դրամ, եթե չեմ սխալվում, գումար է վերցնում դասընթացներ կազմակերպելու համար, որ հայտարարագիր լրացնեն։ Մենք տես բան չունենք։ Ձեր կայքում էր հայտարարությունը դրված։ Հայտարարագիր լրացնելու դասընթաց, տեսեք, դուք նկատի ունեք քաղաքացու համար։ Քաղաքացու համար։ Ես մի հատ իրավաբանական անձանց համար բան։ Իսկ ուսուցումը ինչ որ իրավաբանական անձանց ղեկավարներն են քաղաքացիներ։ մի հատ պետք է ստուգեմ հասկանամ ինչ դասընթացի մասին եք խոսում, ավելի կոնկրետ ձեր պատասխանը։ Հարցում արեք։ Նախկինում ՊԵԿ մենք խոսեցինք որ վերջին աշխատավարձեր էին ստանում, սա վերջին հարցն է եւ օրինակ երբ որ տարածվեց ՊԵԿ նախագահի պարգևավճարի գործավարու պարգևավճարի չափը հեղափոխությունից հետո մարդիկ կես լուրջ կերտ քատակ ասում էին ՊԵԿ-ում էլ ՊԵԿ նախագահի գործավարու ազատեղ չկա գնանք դիմենք որովհետեւ շատ բարձր պարգևավճարներ էին ստանում հիմա դրա հետ կապված փոփոխություն կա Ես անկեղծ ասած այդ հրապարակումից տեղեկ չեմ եթե թույլ տվեք ուսումնասիրեմ հասկանամ ինչի մասին է խոսքը եւ ասեմ բարձր 7-ից պարգևավճարներ ստանում եք թե ոչ ամենայն վստահությամբ եմ ասում դա Շնորհակալ